Նիկոլի վարկանիշը կարճակնային կերպով այսպես արագ իջնում է, իր նժարը թուլանում է, բայց նրա նժարը թուլանալով այս մարդկանց վարկանիշը չի որ բարձրանում, Ռոբերտ Քոչարյանի վարկանիշն ընդհակառակը բարձրանում, եւ այս մարդիկ գիտեն, որ եթե նման ձևաչափով Ռոբերտ Քոչարյանը ընտրությունների մեջ լինի, վերջին հաշվով ինքը ամենաշատ ձայն է շահում եւ ինչպես Գյումրի ընտրությունների դեպքում, ով որ ամենաշատ ձայն է շահում, վերջին հաշվով ինքն է լինում դերակատարը։ Այս մարդիկ մոտավորապես 6 տարի պայքար են տվել հանդուրժեն են, որպեսզի Նիկոլը մնա իշխանության, բայց Ռոբերտ Քոչարյանը չգա իշխանության։ Գիտեն, որ հաջորդ ընտրությունների ժամանակ կանգնելու են իրենք ծանր դրության վրա, Ռոբերտ Քոչարյանը հավանաբար շահելու է ավելի մեծ ձայն, քան իրենք կամ պարտավորվելու են գնալ Ռոբերտ Քոչարյանի դրոշի տակ համախմբվել, ինչի դեմ իրենք 6 տարի պայքարել են, թույլ չեն տվել դա անել եւ իրենց համար ծանր է, կամ թե չէ հրապարակավ ասել, որ մենք չենք գնում Ռոբերտ Քոչարյանի հետ համախմբան եւ թույլ ենք տալիս Նիկոլը մնա իշխանության, որ իրենց իսկական, այսպես ասած, դեմքն է պարզվել։